Ողջույն Այռը, ինչպես նշել էիր, 2025 թվականի գարունը լինելու էր բարդ, ինչպես բոլորս հասկացանք, այդպես էլ եղավ։ Եվ մեզ հիմա հետաքրքիր է, ինչպես է լինելու 2025 թվականի ամառը, ինչ խորհուրդ ունի այն։ Հունիսը։ Հունիս ամիսը, ամենաառաջին ամիսը հունիսն է։ Այո, մայիս ամիսը լինելով իրականում շատ բարդ ամիս, հունիսի հակառակն է լինելով, սպասվում է ավելի լավ ամիս, գեղեցիկ ամիս։ Էներգիայով ինքը էմոցիաներով ավելի հանգիստ ամիս է լինելու, քան մայիսը, որովհետև հունիսի մեջ ավելի հանգստություն է գալիս, ավելի շատ մարդկանց էմոցիաները ավելի հանգիստ կլինեն, բարենպաստ կլինեն եւ ավելի ոգևորված էներգետիկա է սպասվում հունիս ամսվա մեջ եւ հունիսին ինչ է սպասվում մարդկանց, որպեսզի նրանք կարողանան ավելի դրական էմոցիաների մեջ լինեն եւ ամենակարևորը գումարային մեծ էներգետիկա կա հունիս ամսվա մեջ, կարող են մեծ գումարներ վաստակել, մեծ գումարներ նաեւ ծախսեն, հակառակ կողմն էլ կա, դրա համար պետք է ծախսելու պահը զգուշ լինեն, բայց վաստակելու պահը, աշխատելու պահը իրականում մեծ առավելություններ են ունենալու, նույնիսկ կարող են մեծ շահույթներ լինել ամեն մեկի կյանքում, գործարքներ, կոնտրակտներ կապել, շատ մեծ հաջողությունների կարող են հունիսին հասնել։ Հունիսը բացի դրանից ինքը էմոցիոնալ եւ սիրո էներգիայի մեջ ավելի բարենպաստ է, ավելի գեղեցիկ է։ Դրա համար ես հունիս ամիսը ինքը շատ սիրում եմ։ Հունիսին շատ կարող են ճամփորդեն հատկապես ամսի 26-ից հետո, հունիսի 26-ից հետո շատ մարդիկ ունենալու են շատ աճեր իրենց կյանքում։ Իրականում պետք է ավելի գեղեցիկ եւ սիրով դիմավորել հունիսը, որպեսզի հունիսը տա ձեր կյանքում ավելի բարենպաստ եւ բարգավաճ ամիս լինի։ Իսկ կոնկրետ օրերը կան բիզնեսի հաջողակ օրերի հետ կապված։ Բիզնեսի առումով ամենակարևորը որն է, որ պետք է ավելի 26-ից հետո գործարքների մեջ մտնել, որպեսզի նրանք ավելի շատ աճ ունենան, իսկ հունիսի ամենալավ օրերից ամսի 9-ն է, 18-ն է, 26-ն է, 30-ն է համարվում, իրենք շատ բարենպաստ օրեր են համարվում եւ նորից եմ ասում, հունիսի 26-ից հետո առավելությունը եւ գործարքների հաջողությունը ավելի շատ է, բայց հունիս ամսվա մեջ խորհուրդ եմ տալի, որպեսզի նոր գործարքների մեջ մտնեն։